Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուսարի գործը։ Ժողովուրդը նշում է Շիրակի մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են $25,000, 18,000 եվրո։ Փաստը գրում է. իշխանությունները Հաղարծին վանական համալիրի ճանապարհը դուրս են թողել ասֆալտային PR օպերացիայից։ Հրապարակը փոխանցում է կրտատոշակ Նագրարայինի աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին։ Ժողովուրդը տեղեկացել է, որ Մերձավանից մի խումբ անձանց հեռախոսներ են առգրավել։ Փաստն ընդգծում է. Փաշինյանն իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի ուրիշ ոչինչ չի սիրում։ Հրապարակը տեղեկացնում է Վլադիմիր Վարդանյանը, երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը տատիկի ազգանունն է վերցրել։ Ժողովուրդը գրում է. մահվան նախարար Արսեն Թորոսյանը համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված։ Փաստն արձանագրում է, որ մինչ հասարակության ականջները շոյում են գնալով ավելի դժվար է դառնում շենգենյան վիզա ստանալը։ Հրապարակն էլ նկատում է, քոլեջների բլոկում կադրային ջարդեր չի բացառվում, որ նախկինների քոքը կտրելու համար է։